լիարժեքություն, ինքնիշխան խաղաղության մոդելը, դա միակն է, որը աշխատելու է։ Կարճ ասեմ մեր առաքելության մի քանի ուղղությունների մասին։ Մեկը դա լինելու է այն, որ մենք առողջացնելու ենք Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգը։ Այդ նպատակով գլխավոր խնդիրն ենք համարում իբր թե խորհրդարանական մոդելի տակ, բայց իրականում այդ շղարշի տակ գործող անձնիշխանության կամայական համակարգի վերացումը։ Այդ համակարգը այսօր դարձել է Նիկոլ Փաշինյանի կոպիտ ասած բաղչակ, որտեղ ինքը համարում է իրեն, որ կառավարությունը ինքն է, որ պետությունը ինքն է, Հայաստանը ինքն է, եւ ինչ ուզում անում է խախտելով բոլոր սահմանադրական եւ օրենսդրական նորմերը։ Ահա մենք այս ամեն ինչին վերջ ենք տալու։ Առաջին հերթին իրականացնելով Հայաստանում սահմանադրական ռեֆորմ, որի նպատակն է լինելու վերադարձը դեպի նախագահական խորհրդարանական կամ այլ կերպ ձևակերպված կիսանախագահական համակարգը, որը ինքնին կապահովի զսպումների եւ հակակշիռների համակարգ Հայաստանում, բայց այդ զսպումների եւ հակակշիռների համակարգը մենք կզարգացնենք, որպեսզի կարողանանք նաեւ ամբողջ արդարադատական համակարգը, քննչական ապարատը, դատարանները, դատախազությունը ազատել գործադիր իշխանության վերահսկողությունից, դարձնել դա իսկապես անկախ գործող համակարգ, որպեսզի իշխանություններն էլ միշտ վախենան, որ իրենք գտնվում են վերահսկողության ներքո եւ պարտավոր են միշտ հետևել օրենքին եւ սահմանադրության պահանջների կատարմանը։ Մյուս ուղղությունը այս առողջացնելու ուղղությամբ լինելու է արդար բիզնես միջավայրի կառուցումը, ինչպես նաև շնորհապետական պետական համակարգի ստեղծումը։ Շնորհապետական բառը, եթե պետք է բացեն ինչ է նշանակում, դա մերիտոկրատիա բառն է։ Այսինքն, այնպիսի հասարակական կարգ, որտեղ մարդիկ նշանակվում են պաշտոնների ըստ իրենց արժանինքների։ Դա հայտնի է որպես մերիտոկրատիա, 2012 թվականին դա իդեպ Տեր-Պետրոսյանի հեղինակային բառներ, մերիտոկրատիան նա հայերենով թարգմանեց որպես շնորհապետություն, այդ պահից սկսած միշտ մեր ծրագրերի մեջ շնորհապետական համակարգի կառուցումը կա ու մնալու է։ Ինչ ենք մենք առաջարկում ըստ էության, ասենց ասեմ, 3 մեծ կատեգորիաների համար մարդկանց։ Դրանք աշխատողներն են, ուսանողները եւ թոշակառուները։ Աշխատող մարդկանց համար մոտավորապես արդեն ասացի, այսինքն բիզնես միջավայր, բարելավում եւ այլն, այդ ամեն ինչը մենք ավելի մանրամասն կբացենք, շատ շուտով ուսանողների համար մենք ըստ էության մտցնելու ենք անվճար կրթություն բարձրագույն, ինչ եմ ասում ըստ էության, որտեվ իրականում դա չի լինի լիակատար անվճար ֆինանսավորում, մենք հանդես ենք գալու պետական ուսանողական բանկի ստեղծման գաղափարով, որը թույլ է տալու երկարաժամկետ վարկեր տալ բոլոր ուսանողներին, որպեսզի իրենք կարողանան չունենալով այդ գումարները այնուամենայնիվ ստանալ կրթությունը, իսկ հետո ապագայում աշխատանքի ընդունվելով, ասենք երկարաժամկետ մի հեռանկարում, ասենք 20 կամ 30 տարվա մեջ այդ վարկը վերադարձնել։ Դա լինելու է պետական հովանավորությամբ գործող ուսանողական բանկ։ Ինչ ենք ուզում առաջարկել թոշակառուներին։ Ես հենց ձեզ մի բան եմ ասում։ Առաջին օրը, երբ որ մենք գանք իշխանության, մենք անելու ենք հետևյալ քայլը։ Մենք նախաձեռնելու ենք գործընթաց, բայց պատշաճ օրենսդրական գործընթաց,
որով մեր թոշակները եւս 10,000 դրամով կբարձրանան, անմիջապես ասում եմ իշխանության գալուց հետո։ Ինչու եմ ես սրա մասին այսքան վստահ խոսում եւ ինչու սա չի կարելի համարել պոպուլիստական խոստում, որովհետեւ մենք տեսել ենք, իդեպ սրա մասին ես խոսել եմ նաեւ դեկտեմբերի 26-ի պրեզենտացիայի ժամանակ, մենք տեսել ենք, որ մի ժամանակաշրջանում, երբ միջին աշխատավարձը աճել է 170%-ով, թոշակները աճել են շատ ավելի փոքր տեմպով, 120%-ով։ Եվ մենք դա էր պատճառը, թե ինչու ենք մենք ամբողջ հասարակությամբ, ամբողջ քաղաքական ուժերով պահանջում, որ Փաշինյանը հրաժարվի իր այն դիրքորոշումից, ըստ որի պետք չի թոշակները բարձրացնել, որովհետև հայտնի չի, թե թոշակառուները ինչի վրա կծախսեն այդ թոշակները, մեկ այլ ծրագրերով իրենց կապահովենք։ Եվ ահա այդ մարդը, տեսնելով այդ ճնշումը հասարակության կողմից, քաղաքական ուժերի կողմից, խախտելով օրենսդրական պատշաճ գործընթացը 10,000 դրամով միջին հաշվով բարձրացրեց թոշակները։ Սա իհարկե հնարավոր էր միայն մեկ դեպքում։ Ինքը սկզբից դիմադրել է դրան, բայց հետո հասկացել է, որ ճիշտ կլինի անել մի քայլ, որը այլ կերպ քան նախընտրական կաշառք չես կարող գնահատել, որովհետև եթե դու այդ բանը աներ պատշաճ օրենսդրական բյուջետավորման պրոցեսով, դու դա չարեցիր, դու դա արեցիր, դա քո որոշումներով, ակնհայտ էր, որ դա նախընտրական ճնշման տակ կատարված քայլեր։ Մենք դա անելու ենք պատշաճ բյուջետավորման պրոցեսով, հաշվարկել ենք, դա հնարավոր է, որովհետև թոշակները հիմա ավելի դանդաղ են աճում, քան միջին աշխատավարձը, եւ այդ պրոցեսը կարելի է շրջել, դարձնել թոշակների աճը համընթաց միջին աշխատավարձի։ Վերջացնելով, ես ամփոփեմ այս մեր առաքելության հայտարարությունը եւ ասում եմ, մենք մտնում ենք ընտրական պայքարի մեջ որպես խաղաղության, ռացիոնալիզմի, ռազմավարական հաշվարկի, լիարժեք անկախության պաշտպանության, տեխնոլոգիական հեղափոխության կուսակցություն։ Իսկ տեխնոլոգիական հեղափոխության մասին խոսենք մեր հետագա հանդիպումներում։ Շնորհակալ եմ եւ հիմա ձեր երախտապարտ լինելով ձեր այսքան համբերության համար պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Խնդրեմ